Դե ինչ հարգելի հեռուստադիտող, նույն եռանդով եւ արևոտ տրամադրությամբ մենք դարձյալ վերադարձանք Նուր հեռուստաընկերության բարի առավոտի տաղավար։ Մեր հետաքրքիր եւ ինֆորմատիվ զրույցները շարունակվում են։ Այսօր խոսելու ենք Հայ միասնություն խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության գեղեցկուհիների հետ։ Խոսելու ենք նրանց մեկնարկած միջազգային արվեստի սիմպոզիումի մասին։ Այսպիսով տաղավարում են կազմակերպության արտաքին հարաբերությունների ղեկավար Լարիսա Արսենյանը, ողջունում եմ ձեզ, եւ ծրագրերի բաժնի աշխատակից Անահիտ Ավագյանը։ Ողջույն աղջիկներ, 12 անց է արդեն 30, հետաքրքիր կարծում եմ ինչ որ առավոտը սկսելը բացի տաղավար գալուց այլ գործողություններով հաստատ եղել է, ինչպիսին է սկսվել ձեր առավոտը, խոսենք նոր կանցնենք ծրագրին։ Առավոտը շատ դրական եւ գարնանային տրամադրությամբ է սկսվել, հատկապես որ հյուրընկալվելու ենք ձեր գեղեցիկ տաղավարում, շատ բան չենք հասցրել անել։ Երբ մտքերով պիտի ինչ-որ տեղ գա, կարծում եմ անհամարant աղջիկների դեպքում պատրաստվել եւ վազել տաղավար։ Անահիտի դեպքում էլ է այդպես եղել։ Այո։ Իսկ մեկ գավաթ սուրճը առավոտը սկսելուց հետո պարտադիր է որպես առաջի գործողություն։ Մեզ շատ մեծ սիրով այստեղ հյուրասիրեցին։ Շնորհակալություն։ Ստացվում է, որ տանը չեք ըմպել։ Այո, աղջիկներ, կարծում եմ նաև արևոտ տրամադրությունն էլ աշխատելու, ստեղծագործելու այսպես ամբողջ հնարավորություններն ու նախադրյալները ստեղծում են։ Հայ միասնություն խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը արդեն 38 տարվա պատմություն ունի։ Մինչև կանցնենք միջազգային սիմպոզիումին, այս 38 տարվա պատմության մասին եմ ուզում խոսել, որովհետև իսկապես հսկայական մի ամբողջ պատմություն է իր մեջ ընդգրկում։ Լարիսա, ինչպիսին է այդ պատմությունը, հա, երբ ուզում եք խոսել կազմակերպության մասին, ինչ հիմնական, այսպես կարելի ասել, հատկանիշներով կնկարագրեք։ Այո, մեր կազմակերպությունը արդեն 38 տարեկան է, իր գործունեությունը սկսել է 1987 թվականից եւ գործունեության հիմքում մշտապես կարեւորություն է տվել կրթական, մշակութային, սոցիալական ծրագրերին եւ մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր, իրականացրել եւ շարունակում ենք դեռ իրականացնել եւ բոլոր ծրագրերում մեզ համար առանցքային նշանակություն ունեն հասարակության խոցելի խմբերը, ինչպիսիք են օրինակ սոցիալապես անապահով, որևէ հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող կապկու երիտասարդները, երեխաները, տարեցները։ Լարիսա, 38 տարվա ընթացքում Հայ միասնության խաչ կազմակերպությունը կարծում եմ ինչ-որ փոփոխություններ կրել է, բայց ոնց հասկացա, այնինչ թվարկեցիք հիմքում է եղել եւ բոլոր տարիներին իսկապես այդպես է եղել։ Մեր կարևորագույն արժեքները, սկզբունքները պահպանված են, մոտեցումները իհարկե փոխվում են ժամանակի ընթացքում էլ կարծում եմ ժամանակն էլ ինչ-որ բաներ թելադրում է։ Շուտով մեկնարկելու է միջազգային արվեստի սիմպոզիումը, սա մշակութային այսպես հայտնի ծրագիր է կարծում եմ։ Ինչ կպատմեք մեզ այս ծրագրի մասին, երբ է մեկնարկելու եւ թվով սա առաջինը չէ, ես գիտեմ, կարող ենք մի փոքր խոսել նաեւ այս ծրագրի մասին։ Մոչանից արվեստի միջազգային սիմպոզիումը արդեն իրականանում է 10 տարի շարունակ եւ այս տարի Այո, եւ այս տարի այն իրականանա 11-րդ անգամ կարծում եմ այս տարի իրականանա, 10 անգամ ներկայանալուց հետո 11-րդը վստահաբար ինչ-որ փոփոխություններով է ներկայանալու, այլ կարող ենք խոսել 10-ի ու 11-ի տարբերությունների մասին։ Սիրով, այո, անցյալ տարի մենք նշեցինք հոբելյանական 10-րդ սիմպոզիումը եւ տրամաբանական է, որ այս տարի արդեն 11-րդը պետք է լիներ, բայց ավանդական սիմպոզիումի փոխարեն այս տարի մենք որոշակի ձևաչափի փոփոխություն իրականացրեցինք եւ այս տարվա սիմպոզիումը կլինի շրջագայությունների տեսքով, ամփոփելով մեր 10-ամյա գործունեությունը, մենք կունենանք միջազգային շրջագայություններ տարբեր երկրներում, ներկայացնելով մեր ցուցահանդեսի հավաքածուն։ Մոչանից արվեստի միջազգային սիմպոզիումի 10 տարիների ընթացքում ունենք ավելի քան 27 երկրից 274 մասնակից։ Այո, սա ահռելի թիվ է, ես կարծում եմ։ Միջազգային արվեստի սիմպոզիումը 10 տարի, 11 տարի առաջ է արդեն սկսվել, այդ հիմքերի սկզբի պատմության մասին եմ ուզում խոսել, հա, ինչպես այդ մտահղացումը առաջացավ ու ոնց եկաք հասակ արդեն 11-րդ տարին։ Սիմպոզիումի նպատակը կարող եմ ասել էլի պահպանված է, հիմնականում մեր առաքելությունը հայ եւ օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն տալ ծանոթանալու, միասին փոխանակվելու, կիսվելու իրենց փորձով, քանի որ սիմպոզիումին մասնակցում են արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից, տարբեր մշակույթներից, տարբեր կրոններից եւ իրենք հաստատ շատ ասելիք ունեն եւ սիմպոզիումը իսկապես ծառայում է որպես հարթակ ապահովելու միջմշակութային երկխոսություն։ Այո։ Սկզբում սիմպոզիումի մասնակիցների թիվը բնականաբար տարիների ընթացքում է աճել, մեծացել եւ հիմա մենք անգամ սիմպոզիում իրականացնելիս արդեն
բարդ ընտրության առաջ ենք կանգնում, թե ում տալ հնարավորություն մասնակցելու, դառնալու սիմպոզիումի մասնակից, արդեն փոխվում է չափանիշները, մոտեցումները։ Այսինքն այն ժամանակ, երբ դուք եք փնտրում, հիմա ձեզ են փնտրում։ Եվ սա խոսում է նրա մասին, որ միջազգային արվեստի սիմպոզիումը հաջողել է։ Այո, քանի որ մեր սիմպոզիումի օրերը իսկապես շատ հագեցած են անցնում, շատ հետաքրքիր են անցնում եւ իսկապես վերածվում են բոհեմի, կարելի ասել։ Ես մասով կարող եմ մեկ բան ասել, այն քաղաքում, որտեղ որ ես եմ ծնվել, կար միջազգային սիմպոզիում շատ կարճ։ Եվ այնտեղ ամենահետաքրքիրը այն էր, երբ մենք որպես երիտասարդ այլազգի տարբեր արվեստագետների հետ էինք ծանոթանում։ Սա կարծում եմ նաև որպես նպատակ ձեզ համար է առանձնացված, որովհետև երբ արդեն միջազգային արվեստի ներկայացուցիչները գալիս են Հայաստան, նրանք ծանոթանում են մեզ հետ, մենք էլ նրանց հետ, եւ փոխհամագործակցություն է կարծես թե սկսվում։ Մեզ համար նաև շատ կարևոր է սիմպոզիումի շրջանակներում մեր մասնակիցներին, հատկապես օտարերկրյա, ծանոթացնել մեր մշակույթին, հայկական մշակույթին։ Մենք իրենց ստեղծագործական ժամերից բացի կազմակերպում ենք իրենց համար տարբեր էքսկուրսիաներ, ցույց ենք տալիս Հայաստանի տեսարժան վայրերը, տարբեր վարպետության դասեր։ Անհայտում ես կպատմի մշակութային օրերը ինչպես են անցնում։ Հետաքրքիր է ինչպես է սկսվում այդ արվեստագետների օրը, երբ նրանք մասնակցում են միջազգային սիմպոզիումին, կարծում եմ առանձնանում են նրանց բոլոր այդ կենցաղային օրերից, ոնց է սկսվում եւ ինչպես է ավարտվում, Անահիտ։ Օրը սկսվում է կարծում եմ նախաճաշով, այնուհետև իրենք անցնում են իրենց գրաֆիկին, ունեն ուղեցույց, որով շարժվում են, այսինքն իրենք նկարում են, ունեն հատկացված ժամ նկարելու համար, այնուհետև ազատ ժամանակը մենք տրամադրում ենք նրանց կամ տարածքին ենք ծանոթացնում, կամ արդեն, ինչպես Դարիսան նշեց, Հայաստանի տեսարժան վայրեր ենք այցելում, էքսկուրսիաներ ենք անցկացնում եւ նրանց ծանոթացնում ենք հայկական մշակույթին։ Հայկական մշակույթին։ Եվ ներս մշակութային երեկոներ ենք ունենում մեր սիմպոզիումի ընթացքում, որտեղ մեր մասնակիցներն իրենց երկրին բնորոշ ազգային առանձնահատկություններով ներկայանում են Հայաստանին։ Այո, Հայաստանին արդեն իրենք էլ իրենց մշակույթը։ Որտեղից են հիմնականում ձեր արվեստագետները եւ որ երկրներն են, որ այսպես առաջին հորիզոնականն են զբաղեցնում արվեստագետների թվով։ Աշխարհագրությունը շատ լայն է, բայց հիմնականում հարևան պետություններից են շատ։ Ունենք նաև Ռուսաստանից, Սիրիա, Իրան։ Եվրոպական երկրները ներգրաված են հիմնական հետաքրքրություն իրենցից։ Այո, ներգրաված են, ունեցել ենք Ֆրանսիայից մասնակից, Հոլանդիայից, մենք նաև Սերբիա, Լատվիա, Իտալիա, եթե Իտալիայից արվեստագետներ կա, նրանք Իտալիայում մենք ենք, այո, համագործակցություններ, ինչպես ասում։ Քանի որ ավանդական սիմպոզիումի ձևաչափը փոփոխելու գաղափարը մեզ մոտ առաջացավ դեռ 24 թվականի ավարտին մոտ, մենք հասցրեցինք 24-ի ընթացքում իրականացնել մեկ շրջագայություն Իտալիայի, Հռոմ եւ Միլան քաղաքներում։ Եվ այնտեղ ունեցանք ցուցադրություն ունեցաք։ Այն գաղափարները, որոնցով որ գալիս են արվեստագետները, իրենցն են, թե փորձում եք քննարկումների արդյունքում հասկանալ, թե ինչ են ստեղծագործելու եւ ինչ են անելու։ Կարծում եմ սիմպոզիումի ընթացքում տրվում է մեզ հնարավորություն եւ իրենց նույնպես հնարավորություն ազատ ստեղծագործելու, այսինքն հստակ չունենք ներկայացված արվեստի ոչ, որ բոլորը պետք է այդ ոճով ստեղծագործեն, ազատ ստեղծագործական բոլորին հնարավորություն տրվում է։ Այո, հիմնականում յուրաքանչյուր սիմպոզիում ունենում է որևէ խորագիր, արդեն երբ որ լսում են խորագիրը, վերնագիրը, փորձում են այդ շրջանակներում, բայց հիմնականում իրենք ազատ են։ Այո, ես անընդհատ մտքով հիշում եմ միջազգային սիմպոզիումը, որը կազմակերպվեց Ապարանում, չգիտեմ տեղյակ եք թե ոչ, այնտեղ էլ այնքան միմյանցից շատ տարբեր, բայց շատ նաև նման ու հետաքրքիր էր, որ բաներ կային, որ մեր մտքով անգամ չէր կարող անցնել, դրանք ստեղծագործվել են եւ շատ հետաքրքիր կերպով իսկապես ներկայացվել էին լսարանին հանդիսատեսին։ Խոսենք այս շրջագայության մասին, ավանդականից ինչ որ չափով անցում կատարվեց, ոչ ավանդական ինչ որ ձևաչափի, ոնց հասկացաք 24 թվականին է միտքը առաջացել, այս ոչ ավանդական ձևաչափի կարևորության մասին եմ ուզում խոսել, սա նաև ինչ որ նոր շունչ է հաղորդել 11 տարվա պատմություն ունեցող սիմպոզիումին։ Այո։ Քանի որ մենք ունենք հարուստ արխիվ, պատմություն սիմպոզիում իրականացնելու, նաև այս շրջագայությունները հնարավորություն են տալիս այդ ամենը ավելի հանրային դարձնել, ավելի ճանաչելի դարձնել, այսպիսով մենք մեր նաև մասնակիցներին, ովքեր մեր արվեստագետները մասնակցել են սիմպոզիումին, իրենց հնարավորություն ենք տալիս ճանաչելի եւ տեսանելի դառնալու, միջազգային ճանաչում, քանի որ այն երկրները, որտեղ որ մենք այցելում ենք, բնականաբար շեշտվում են
բոլոր մասնակիցների անունները, ովքեր ում աշխատանքները, որ այդ պահին ցուցադրված են։ Դե բնականաբար բոլորի աշխատանքները միաժամանակ չեն կարող ցուցադրել, բայց հնչում են անուններ։ Ցուցահանդեսները ինչ մասշտաբների են լինում, մեր երկրից դուրս կազմակերպվող ու ովքեր են գալիս հետաքրքրվում, հա, այդ ընդհանուր հանրության հետաքրքրվածության մասին եմ ուզում խոսենք։ Իհարկե շրջագայություն պլանավորելիս բնականաբար կապ է հաստատվում տվյալ երկրում հիմնականում հայ համայնքի հետ, եկեղեցու կոնկրետ առաջիկա այցը պլանավորվում է Հունաստան, Աթենք, այնտեղ հովանավորությամբ Հունաստանի հայ առաքելական եկեղեցու հունահայոց թեմի եւ օրհնությամբ գերաշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանի։ Իրենց հետ մենք կապի մեջ ենք, թե հյուրընկալող կողմը, թե մենք ազդագրեր ենք պատրաստում, այդպես տարածում ենք, մարդկանց իրազեկում ենք, որ մենք այցելելու ենք, որ սպասեն մեզ։ Եվ կարծում եմ այս դեպքում շատ լավ է, որովհետև հայ համայնք գրեթե բոլոր երկրներում կա, ու ինչ որտեղ եթե օտարազգին չաջակցի, հայերը բնականաբար կաջակցեն իրենց, կարծում եմ։ Նկատում եք այդ աջակցությունը։ Շատ ենք նկատում եւ ի ուրախություն մեզ ոչ միայն հայ համայնքն է ակտիվ մասնակցում, այլ նաեւ տվյալ երկրի բնակչությունը եւս մասնակցում է, օրինակ Իտալիայում մենք նաեւ այդ աջակցությունը ստացանք այնտեղ արվեստագետների կողմից, անգամ իտալացի արվեստաբան պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալոն ելույթ ունեցավ, իր կարծիքը հայտնեց մեր սիմպոզիումի ցուցահանդեսի մասին եւ շատ ոգևորող էր դա։ Իրականում Լարիսա, սիմպոզիումները շատ լավ է պատմել, այսպես հպարտությամբ եք պատմում, բայց ես կարծում եմ յետևում շատ ծանր աշխատանք է կատարվում կազմակերպչական տեսանկյունից նաեւ, ինչ է նշանակում արվեստագետին տանել երկրից դուրս, նրա աշխատանքը ցուցադրել, այդ ինչ կազմակերպչական աշխատանքներ է, որ իրականացնում եք, մի փոքր պատմեք նաեւ աշխատանքի այդ սև կողմի մասին, ինչպես ասում են։ Դե քրտնաջան աշխատանք, թիմային աշխատանք, բայց ամեն ինչ արվում է շատ մեծ սիրով եւ ոգևորությամբ, քանի որ բոլորիս մեջ կա գաղափարը, հաջողելու գաղափար եւ հնարավորինս լավ ներկայացնելու, քանի որ այստեղ ոչ միայն արդեն մեր կառույցի մասին է խոսքը, այլ նաև արվեստագետների, թե մենք իրենց ինչպես կներկայացնենք այլ հարթակներում։ Արվեստագետների ներգրավվածությունը ինչպիսին է, երբ գիտեն օտար երկրից դուրս ունեն հնարավորություն միջազգային սիմպոզիումի ներկայանալու, նկատում եք նրանց կողմից ակտիվություն։ Տարեստարի սիմպոզիումի մասնակիցների թիվը ավելանում է եւ դա բավականին մեծ ցուցանիշ է մեզ համար եւ պատիվ նաեւ, որովհետեւ 10 տարիների ընթացքում իրականացրել ենք սիմպոզիում եւ ունենք բավականին մեծ փորձ արվեստագետներին հայեր են հիմնականում Հայաստանից եւ ունենք գրեթե մեծ մասը հայեր են, բայց ինչպես նշեցի, արդեն 27 երկրից ունենք մասնակիցներ ու տարեստարի այդ թիվը շատանում է թե պետությունների առումով, թե մասնակիցների։ Նոր շրջագայությունը երբ է նախատեսվում։ Ապրիլի 9-ից 17-ը, բայց այստեղ նաև հետաքրքիր եւս մեկ բաղադրիչ ունենք, ցուցահանդեսից բացի նաև լինելու է մեր կազմակերպության նախագահ երգչուհի Արփինե Բաբախանյանի մենահամերգը։ Այսինքն մեր հյուրերը բոլորը ուշադիր լսեն սա։ Այո, մեր հյուրերը ցուցահանդեսին ովքեր մասնակից կլինեն, ոչ միայն կվայելեն արվեստի ստեղծագործությունը, այլ նաև համերգը։ Այո, շատ լավ է, սա ստացվում է որ ինտերակտիվ միջավայր է, որտեղ ոչ միայն գալիս դիտում ես արվեստի որևէ նմուշ, այլ նաև ուրախանում ես, որովհետև արփի երգերը նաև ուրախացնում են շատ, դա կարող ենք այսպես փաստել։ Այ միասնության, այո, ներողություն, նաև նշենք, որ հենց խորագիրն էլ այդպես ինքնանպատակ չէ, խորագիրը մեր սերը ձեզ։ Հենց երգերի միջոցով եւ արվեստի միջոցով մենք կփորձենք մեր սերը տանել տվյալ համայնք։ Ես վստահաբար գիտեմ, որ հաջողելու եք, որովհետև երբ ծրագրի մասին այսպես փայլող աչքերով եք խոսում, արդեն նրա մասին է, որ մեծ ջանք ու եռանդ կա այս ամենի մեջ։ Միջազգային սիմպոզիումից բացի նաև բարեգործական շատ ծրագրեր են իրականացվում, մի փոքր խոսենք նաև դրանց մասին, հիմնականում ինչ նպատակով ովքեր են շահառուներ այս ծրագրերի։ Մենք իրական տարեսկզբից արդեն մեկնարկել ենք երկու գործող ծրագիր, առաջինը կրթական ծրագիրն է, իսկ երկրորդը սոցիալական ծրագիրը, արթերապիան է, որը արդեն գործում է մեր կենտրոնում 7 տարի, մեր կազմակերպությունում 7 տարի եւ
ծրագրին մասնակից հիմնական խումբը կապկու երեխաներն են, այսինքն իրենք մեր թիրախային շահառուներն են հանդիսանում, մեր կազմակերպությունում իրանք ստանում են հոգեբանի, լոգոպեդի, էրգոթերապիստի եւ կինեզոթերապիստի անվճար աջակցություն։ Իսկ երկրորդ ծրագիրը արդեն կրթական է, դա մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ է։ Եվ մենք կիրազեկենք Արմավիրի մարզի երիտասարդներին ճիշտ մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաեւ կանցկացնենք դասընթացներ բիզնես, թվային մարքեթինգի, արհեստական բանականության եւ անիմացիայի վերաբերյալ։ Ստացվում է շատ լավ բռնել եք այնտեղից, որտեղ որ ինչ-որ չափով խնդիր կա, որովհետև հիմա մասնագիտական կողմնոր աշխատությունն էլ այսպես խնդիր է դարձել, ու ստացվում է համալսարանում 4 տարի սովորելուց հետո ասում եմ չէինք ուզում ենք, ինչ որ ծնողների պարտադրանքով էր այս ամեն ինչը տեղի ունեցել, ստացվում է տեսնում եք ոլորտային խնդիրներ եւ փորձում եք այդ խնդիրներին լուծումներ տալ։ Բացի մշակութային եւ կրթական ոլորտներից կան դարձյալ էլ ինչ որ այսպես բաղադրիչներ, որոնց որ ուշադրություն դարձնում է կազմակերպությունը։ Քանի որ մենք համայնքի գրողներն ենք, մենք էլ ենք ապրում համայնքում, ինքներս շատ լավ գիտենք համայնքի թե առավելությունները, թե որոշ թերություններ, հետևաբար մեր բոլոր ծրագրերում, մեր իրականացրած գործունեության մեջ հնարավորինս փորձում ենք նպաստել ոլորտում արկա ինչ որ խնդիրների հաղթահարմանը եւ հենց երիտասարդական ծրագրի, կրթական երիտասարդական ծրագրի գաղափարն էլ այդտեղից եկավ, որ երիտասարդները դժվարությամբ են կողմնորոշվում, հիմնականում գնում են ժամանակակից մասնագիտությունների ետևից մի կողմ դնելով իրենց օրինակ սկզբունքները, բայց մեր տարածքում ծրագրի շրջանակներում իրենք նաեւ սովորելու են վերադառնալու են իրենց արմատներին, քանի որ տարածքը շատ մշակութային է եւ պահպանված է հայի նկարագիրը, իրենք շատ մանրամասն նաեւ ծանոթանալու են այդ ամենին, իրենց հետ աշխատելու է հոգեբան, անտի-բրենդինգի դասընթացավար եւ արդեն մասնագիտական ոլորտում մասնագետներ ու հնարավորինս փորձելու են իրենց ճիշտ կողմնորոշել։ Համայնքային ներգրավվածությունը ինչպիսին է, որովհետև շատ հաճախ նման կազմակերպությունները կենտրոնանում են մայրաքաղաքի այսպես շարժի վրա, դա իհարկե ինչ որ չափով իրենց լավ է, որովհետև երիտասարդները այստեղ են կենտրոնացված, բայց համայնքներում կյանքը ակտիվացնել դարձյալ պետք է։ Որքանով եք Արմավիրի մարզը ասեցիք, այսինքն այստեղից ենթադրվում է, որ մարզերին եւս ուշադրություն դարձնում է, սա ինչ հիմնական նպատակներ է հետապնդում։ Հիմնականում սոցիալականացում։ Մեր շահառուները, դեպս ծրագրային լեզվով ասած, մեր շահառուները հիմնականում հանդիսանում են Արմավիրի մարզի գյուղաբնակ երիտասարդները, իրենց համար մենք տալիս ենք հարթակ ինքնաճանաչման եւ իրենց ժամանցի ապահովման համար։ Այո։ Հետաքրքիր շահառուներից ինչ արձագանք եք ստանում, որովհետև այստեղ աջակցություն է տրվում այնտեղ, որտեղ որ կան բացեր, եւ ինչ որտեղ նաեւ նրանք դառնում են հենց այդ բացերի լուծողը, եւ կրողը, եւ լուծողը։ Ինչպիսին է նրանց արձագանքը։ Մեր երիտասարդները շատ ակտիվ են։ Կարծում եմ նկատած կլինի նրանց հետ աշխատելով։ Այո, իրենց ակտիվությունը, կամավորական պատրաստակամությունը շատ է։ Շատ երիտասարդներ մոտենում են, նախ մեր կենտրոնում գործում է կամավորության սկզբունքով կարող են գալ եւ վերջում վկայականներ ստանալ եւ այլն, ու իրենք երբեմն այդ ամեն ինչը անում են շատ սրտանց, շատ ինքնամոռաց, հիմնականում ծանոթ ենք ոլորտի այլ շերտերում, երբ որ կա հստակ ժամականակ, չէ՞, հենց, բայց իրենք երբ որ գալիս են մեր տարածք, արդեն մենք ենք ասում երեխեք ճանկարակ գնաք, այլ ոչ մի բան չկա անելու, շատ պատրաստակամ են ու հատկապես էլի սիմպոզիումին ենք գնում, բայց սիմպոզիումի ժամանակ մեզ օգնող ուժեր ավելի են պետք գալիս կամավորության սկզբունքով, այո, իրենք շատ ակտիվ մասնակցում են, ունենք շատ խելացի երիտասարդներ, ովքեր երիտասարդ տարիքում արդեն լեզուների հետ խնդիր չունեն, կարողանում են հաղորդակցվել մեր նկարիչների հետ, արվեստագետների հետ։ Ստացվում է, որ ուղղակի կամավորությամբ ինչ որ այսպես մասնագիտական հմտություններ են նրանք ձեռք բերում։ Կազմակերպչական հմտություն հաստատ ձեռք են բերում։ Դա վստահաբար։ Ինչ հաջողության պատմություններ ունեք, որ կարող եք այսպես ներկայացնել, որ ձեր կամավորներից ինչ որ ոմանք մասնակցել են թեկուզ լեզուների տեսանկյունից եւ գիտեք, որ այ մեր կամավորը հիմա այս կետում է արդեն հասել։ Վառ օրինակները կարծում եմ այն է, որ կամավորությունից անմիջապես հետո իրենք անցնում են մեզ մոտ աշխատանքին։ Գուցե Անահիտն է այդ օրինակներից մեկը։ Կարելի է այդպես ասել։ Ունենք երեխաներ, որ մասնակցել են որևէ դասընթացի արդյունքում են դարձել աշխատակից։ Ինչպես կնկարագրեք մեր այսօրվա այդ կամավորներին, ինչ հատկանիշների կրող են եւ ձեզ մոտ գալուց հետո ինչ նոր հատկանիշներ են նրանց մոտ ավելանում։ Ոմանք չխոսկանեն, բայց ինչ որ ժամանակ հետո սկսում են բացվել, բայց կանգ չեն առնում կարելի ասել, այսպես ստոպ տալ է նրանց պետք է։ Ինչպես կնկարագրեք նրանց։
Ըստ իս երիտասարդները հիմա շատ համարձակ են։ Օրինակ, եթե մի պահ ես եմ մտածում, ես իրենց տարիքում հնարավոր է չգնայի, բայց իրենք շատ պատրաստակամ են ու շատ համարձակ։ Չեն վախենում աշխատանքներ կատարելիս, այդպես շատ հստակ գիտեն ինչ են ուզում։ Եկել են աշխատելու, եկել են իրենց հմտությունները ցույց տալու եւ բոլորն էլ հնարավորինս փորձում են իրենց առավելագույնս ներկայացնել, լավ դրսևորել։ Ձեզ մոտ էլ է այդպես եղել Անահիտ։ Փորձել եք կամավոր եք եղել ոնց հասկացաք։ Կամավոր չեմ եղել, բայց կամավորական սկզբունքով նվիրված եմ եւ կշարունակեմ այդպես։ Այո, կամավորությունը Հայաստանում ինչպիսին է։ Մի ժամանակ շատ ակտիվ էր, տարբեր կազմակերպություններ այսպես փորձում էին լիքը կամավորներ ներգրավել։ Հիմա կա երիտասարդների կողմից հետաքրքրվածություն կամավորական աշխատանքի նկատմամբ։ Կարծում եմ կա, քանի որ կամավորությունը տալիս է շատ առավելություններ մեր երիտասարդներին, հետագայում իրենց ուսումը բարձրագույն մասնագիտական հաստատություններում շարունակելու համար, չգիտեմ, դա իրենց համար ուղղակի պատճառ է, թե անկեղծ ցանկություն, բայց կոնկրետ մեր տարածքում մեր կամավորները շատ լավն են, շատ պատրաստակամ են ու հասկանում ենք, որ դա ձևական բնույթ չի կրում, այլ իրենք սրտանց ուղղակի տարածքին սիրահարված գալիս գնում են։ Դե որովհետև իրենց մասնագիտական հմտություններն են լավանում, մարդկային նոր կապիտալ են ձեռք բերում ու տարբեր ծրագրերի մեջ ներգրավվելով իրենց մոտ արդեն հստակ պատկերացումներ են առաջանում, թե որտեղ կուզեն հայտնվեն, ինչու ու ինչպես վերջի վերջո։ Եվ խոսենք արդեն կազմակերպության հետագա քայլերի մասին, ինչպես եք պատկերացնում հետոն, թող սիմպոզիումն էլ բնականաբար հաջողի, որը ապրիլին պիտի մեկնարկի, ինչ նոր ծրագրեր են սպասվում կազմակերպության կողմից։ Կրկին սկզբունքը պահելով կրթական, մշակութային եւ սոցիալական ծրագրեր, հիմնական թիրախները դրանք են եւ կախված մեր համայնքում առաջացած խնդիրներից, այդպես հնարավորինս կփորձենք մեր ծրագրերով որոշ ձևով լուծումներ գտնել։ Այո, եւ կարծում եմ շատ այսպես ակտիվ արդեն հիմա պատրաստվում եք սիմպոզիումին, ճամպրուկային տրամադրությունը արդեն կա Հունաստանում տեղի ունեցող, մաղթենք նաեւ այդ սիմպոզիումին հաջողություն եւ հետաքրքիր ինչ ակնկալիքներ ունեք այդ սիմպոզիումից, դրա մասին էլ խոսենք, կարող եմ անգամ ասել, որ սիմպոզիումից հետո կարող ենք եւս մեկ անգամ հանդիպել ու արդեն ակնկալիքներ իրականություն դարձած քննարկենք։ Շատ լավ, կարող ենք եւս մեկ անգամ հանդիպել, արդեն պատմենք այլ երկրների մասին, որ նախատեսում ենք գնալ, Հունաստանից զատ, այսպես թեկուզ մտքում, որ ուզում եք, որ երկրներն են։ Նախատեսված է, որ կարող են լինել այցեր Պրահայում, Սանկտ Պետերբուրգում, միգուցե նաև Փարիզում եւ Մարսելում։ Ընտիր, տեղն է կարծում եմ արվեստագետների մոտ հետաքրքրություն առաջացնում, որովհետեւ սրանք շատ մշակութային վայրեր են ու հնարավորություն եւս մեկ անգամ ճանաչում ստանալու։ Եվ այդպես որպես ակնկալիք նախ ընդհանուր ճանաչումը արվեստագետների տեսանելիության նպաստելը եւ փորձը ցույց է տալիս, որ համայնք, որ այցելում ենք, արդեն հաջորդ սիմպոզիումի ժամանակ այդ համայնքից ցանկանում են մասնակցել։ Իրենք են ցանկանում գալ Հայաստան։ Մասնակիցը, ով եկել ներկա է գտնվել սիմպոզիումին, դառնում է մասնակից, ստացվում է, ինչ որ այսպես դեր է իր վրա վերցնում։ Այո, շատ լավ է։ Սա խոսում է նրա մասին, որ սիմպոզիումը ունի բարձր հեղինակություն եւ ներգրաված լինելով նոր հնարավորություններ են բացվում արվեստագետների առաջ։ Յուրաքանչյուր մասնակից հաջորդ տարի, եթե դիմում է իր ընկերների հետ։ Այսպես արդեն պատկերացրեք։ Այո, ինչպես ասում եմ, շնորհակալ եմ, դարձյալ մաղթենք հաջողություն ձեր հետագա ծրագրերին եւ աշխատանքներին։ Դե ինչ հարգելի հեռուստադիտող, բարի առավոտվա, այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին։ Ես ձեզ մաղթում եմ արևոտ տրամադրություն եւ անկախ դրսի արևից մաղթում եմ, որ ձեր ներսի արևը միշտ շփտա, միշտ շողա։ Ձեզ համար աշխատում եմ ես, Անահիտ Ղազարյանը։ Մենք կհանդիպենք ճիշտ մեկ շաբաթից։